Մենք հիմա գտնվում ենք առաջին մասում, հələ մտ գազի գին ցույց տամ տեսեք այս օրը որտես էս գինկա, բացի Վայոց ձորից իհարկե, մեր Վայոց ձորի մասին չենք մոռանում, որովհետև միշտ էլ ամենահարմար գները Վայոց ձորում է, ու թող այդպես էլ լինի։ Հիմա հələ տեսեք ինչքան է արժեք է, հիմա մենք գտնվում ենք Արմանոյլում, այստեղ լիսկավորումը կատարեցինք, դուրս են գալիս Դիլիջան, Հարութ աղբերը մեզ լավ դիմավորեց էս Հարութ աղբերը, Հարութ աղբեր դե ձերոց բարևներին կողմից լավն եք առողջ եղեք, էլա։ Եվ հիմա մենք ուղևորվում ենք ուղիղ Դիլիջան ընկերներ, Վագ Ռեզորտ են գնում, այնտեղ ունենք նշանադրության արարողություն եւ գնում ենք քույրիկի սերը հասցնենք եղբորը։ Եղբոր նշանադրությունն է եւ մենք տանում ենք լիքը սիրուն ծաղիկներ, հենց այս երկի տակ, հեսա ասեմ որ երկի, մտ հետաքրքիր երկ ունենք, շուտվանից կա այդ երկը, այս երկը։ Առաջին մասը նկարելով գնում ենք Դիլիջան, մենք եկել ենք Եղեգնաձորից, ճանապարհ ենք անցել, իսկ հիմա շարունակում ենք մեր ճանապարհը դեպի Դիլիջան։ Գնանք, տեսնենք ինչ կա չկա, բայց մի բան հստակ երևում է եղանակը այդպես մռայլ է, բայց այդ մռայլությունը մեզ երբեք չի խանգարել ուրախ լինել, այնպես որ Հովանես ուրախացի ինչ ես մռութ արել։ Հովանես, չես մռութ արել, ուրախացի, ուրախ օր է այսօր։ Լավ օր է, նշանադրության եւ ծննդյան օր է, հետո վերադառնալու ենք Երևան, Երևանը ունենք գեղեցիկ անակնկալ Գերմանիայից, մեր Գարո աղբոր ընտանիքի կողմից, Գարոյի հեղիների գլխավորությամբ, նաեւ նրանց Սեյրանի որդու գլխավորությամբ, որովհետեւ այս ամենի մեղավոր է Սեյրանն է, որովհետեւ նա իր ընկերուհու, իր նշանացի, իր սիրեցյալի քերոջ ծննդյան օրն է որոշել շնորհավորել։ Այնպես որ մնացեք մեզ այդ հետաքրքիր օրը մեզ սպասում, Յաշիկն էլ եկավ անցավ։ Ձեզ համար մի վայրկյան էր բավական, որ հասնենք Սևան։ Հիմա մենք Սևան քաղաքի կողքին ենք, Աչից Սևանա լիճն է, որը այս պահին չի երևում, բայց այն հաստատ այնտեղ է, Սևանաթագուհին, գեղեցկուհին։ Եվ մենք հաշված վայրկյաններ հետո կհասնենք արդեն Ծովինարի սուպերմարկետ, ֆասթ ֆուդ, որտեղ որ որոշել ենք միգապատ, հայավարի սուրճ խմենք ու շարունակենք ճանապարհը դեպի Դիլիջան։ Ջան եմ ասել Դիլիջան, Դիլիջանցիներ արգանքներս այսօր գալիս ենք ձեզ մոտ, Վագ Ռեզորտ, ով չգիտի, ասեմ Վագ Ռեզորտը այն հանգստության գեղեցիկ վայրն է, որը ամբողջ Հայաստանում չունի նմանը, այն գլխի վրա շուրեկած տան մոտ են գնում, անտառի մեջ, հենց Վագ Ռեզորտը դա է, եթե չգիտեք, իմացեք, որ գնալուց իմանեք, որ անը Վագ Ռեզորտ է, Վագ Ռեզորտ։ Այնտեղ հիմա հավաքվել են բոլորը մեր զույգի թեպես այդ արսի կողմը եւ որոշել են գեղեցիկ անակնկալ, գեղեցիկ նշանադրություն կազմակերպել։ Իսկ մենք ընկերներ գնալու ենք ու քույրիկի կողմից, քույրիկի ընտանիքի կողմից հյուրանշախորը անակնկալ տանենք։ Բայց ավելի շատ բան ստացվում է, որ հարսիկին ենք էլի անակնկալ տանում, որովհետեւ 101 վարդեր ենք վերցրել ու գնում ենք։ Լենան եւ Ռուբենը այսօր նշանվում են, նշանադրության արարողությունը նշում են բարեկամների հետ, բայց մեր Ռուբենի քույրիկը, Հիրուց քույրիկը իր ամուսնու հետ միասին, Էդգարի հետ միասին որոշել են շնորհավորել, շնորհավորանքներ փոխանցել, որովհետև մեր Հիրուզը հարգելի պատճառով չի կարողացել գալ ու եղբոր նշանադրության ներկա գտնվի։ Երկու եղբայր մի քույրիկ են, քույրիկը այս պահին գտնվում է Եվրոպայում, իսկ եղբայրներն այստեղ են։ Մի եղբայրը ոնց որ թե արդեն ամուսնացած է, իսկ մյուսը նոր սկսել է իր քայլերն անել։ Ռուբենը եւ Միլենան իրենց սերը ավելի են լրջացնում եւ տանում են դեպի հայկական սուրբ օջախ ստեղծելուն։ Մենք էլ այս պահին գնում ենք, Սևանը երևում է, Սևանը երևում է։ Այնքան դանդաղ ֆռացիր Սևանը սկսեց չերևալ։ Սևանը այնքան դանդաղ ֆռացիր աղբեր, թոշակառուի նման, հələ թոշակառներն քեզից արագ կֆռային։ Ու դու Սևանը շատ քիչ նկարիր իմ ուզածները, բայց ես էլ եմ սիրում նկարի։ Վերակզի տանող ճանապարհն է, որից Սևանը երևում է շատ գեղեցիկ, հրաշք, հիանալի ձևով։
նայում ես ու վայելում։ Տեսեք ինչ հանդարտ է այսօր Սևանը։ Այն լուր էներգետիկայի հավաքում, որ ընդունի բոլոր իր հյուրերին։ Չէ՞ որ Սևանի սեզոնն է բացվում, բարեկամներ։ Արդեն բացվում է եւ բոլորը շտապում են աշխարհի տարբեր ծայրերից գա Սևան։ Բայց մեծ պատմություն ունեցող հզոր ժողովրդին ծառայող Սևանալիշտ է գալու։ Ես գնում ուղի եւ հասնում ես Սենոյի մոտ։ Սենոյի օբյեկտ այն տասնամյակների պատմություն ունի եւ իր անունը ամբողջ աշխարհով մեկ թնդում է, որովհետեւ շատ ընտիր ձկնատեսակներ են այնտեղ տալիս, հենց Սևանի ձուկը, բայց իրենց ձևով ու շատ համով էլի, սենց հյութալի, հյութեղ, մարդիկ շատ են սիրում այստեղ գալ, հետևաբար այն մի հոգու շնորհիվ, մի հիանալի անձնավորության շնորհիվ հայրենիքին է ծառայում եւ համարյա թե մարդ չկա, որ չիմանա Սենոյի մոտի մասին, եթե կա, գերեք որ կա, բայց ես չեմ հավատում, որ կա, որովհետեւ բոլորը լսած կլինեն, էլի, հաստատ, ու ով իմանայում է, մեծ մասն է դեղած կլինի։ Հենց այսպես է լինում, երբ որ մի մարդը կարողանում է իր հայրենիքին օգտակար լինել, հենց այս տեսն ունի, էլի, ուրիշ ձև չի լինում։ Այնպես որ շնորհակալ լինենք նման մեր հայրենակիցներին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ մեր հայրենիքի համար լավ բաներ են անում։ Այն կարող է լինել եւս մեկ հերթական ռեստորան կամ հաց ուտելու տեղ, բայց արի ուտես, որ ոչ ընկերներ։ Տեսա, տես։ Չէ, ես Վագարի մոտն եմ, Վագարի մոտը չէ։ Սենոյի մոտ, հենա, Սեմոյի մոտ։ Տեսեք բարեկամներ, ինչ հրաշք տեղ են սարքել եւ այստեղ միշտ մարդիկ կան, որովհետեւ անունը աշխարհով է շրջում, իսկ աշխարհի մարդիկ լսելով այդ անունը անպայման գալիս են եւ հյուրընկալվում են այստեղ։ Տեսեք ինչ աղջիկ է, ձուկ է ծախում։ Հետևում էլ ջազն է, ասում, այսքան ձուկ ունեմ, այսքան ձուկ ունեմ, այսքան։ Բայց ես մի օր պետք է կանգնեմ ու առնեմ այդ ձուկը, այդքան ձուկը։ Տեսեք եւս մեկ մանեկեն աղջիկ։ Այո, շատ լավ մարքեթինգային խոդ են արել։ Մանեկեն աղջիկներին հանել ու կանգնեցրել են ճանապարհի կողքին, որ ձուկ վաճառեն։ Ուշադրություն տապ գնման է, էլի, եթե դու տղամարդ ես, քո մոտ ամեն ինչ նորմալ է, բնականաբար տապ հայացքդ գնում է այդյան, բայց եթե տենց անջատված տիպ ես, կասկի չնկատես է, բայց խորհուրդ կտամ նկատեք, որովհետև աշխարհը հիմա ծանրաբեռնվել է շատ վատ իրավիճակների մեջ, երբ որ տղաները աղջիկներին բավականաչափ ուշադրություն չեն դարձնում, այնպես որ տղաներ ուժեղացեք եւ գարնան ծաղկունքի հետ դուք էլ ծաղկեք ու աղջիկներին ուշադրություն դարձրեք, թե չէ բալանսից ընկնում է ամեն ինչ, իսկ մենք այդ մարդը չենք, որ թողենք, մենք հորդորներ ենք չեսնում, որ անպայման ուշադիր լինեք հակառակ սեռի հանդեպ, մուտք են գործում արդեն Ռովինարի գեղեցիկ ֆուդկորտի մոտ։ Ով լսել է Մանդելայի էֆեկտի մասին, հիմա այստեղ մի հատ Մանդելայի էֆեկտ ա եղել ու իմ մոտ ինձ հետաքրքիր մենակ ես եմ հիշում, որ այս հատվածում արագաչափ կար, թե էլի մարդ կա, որ հիշում է։ Բայց այստեղ արագաչափ չի եղել, արդեն կան տարիներ, վստահ եմ ասում, բայց հնարավոր է որ ժամանակ եղել է։ Չգիտեմ ինչի մոտ տպավորվել է, որ այստեղ կա արագաչափ, բայց չկա։ Հասկանում եք։ Կար, բայց չկա։ Իսկ երևում ծովինար գյուղն է, արա ծովինար է, թե ուրիշ է, այն ասեմ, ծովագյուղն է, արա, ինչ ծովինար, ծովագյուղ ընկերներ, ծովագյուղ և իհարկե սուպերմարկետ ծովագյուղ, որը եվս մեկ մարդու շնորհիվ աշխարհով մեկ հայտնի է, այստեղ բոլորը գալիս են, կանգնում են ու մինիմում մի հատ կոֆե խմում են, ոնց որ այսօր մենք ենք որոշել, ու անց դու սուրճ օգտագործում ես ընդհանրապես առօրյայի ժամանակ։ Դե հիմա մի հատ սուրճի հարց կլուծենք եւ իհարկե շարունակենք մեր ճանապարհը դեպի Դիլիջան։ Եղարկունյաց աշխարհին քիչ-քիչ հրաժեշտ տալով գնում ենք դեպի Դիլիջան, անձրև է մաղում թեթև, եղանակային պայմանները ավելի շատ մոտիկ են որ գարնանը քան այս գարնանը, բայց ամեն ինչ լավ է, հիանալի է, գնում ենք, շատ հարմար տեմպերով գնում ենք, զանգարում ենք տանից,
Այո, տնային էակ լսում եմ։ Հա։ Գնում եմ Դիլիջան, ջանս։ Դեցը չեմ մնալու արխային, կայնի խանգարում ես նկարանումները մանում, կանաչն է ընկերներ ճանապարհի աչուծապ եզրերին և տնային անձնավորությունն է զանգել ինձ շեղում է չեմ կարողանում պատմել ձեզ որից հետո է, բայց ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ ամբողջ լրջությամբ գալու եմ, լավ Բարեկամներ, ինչպես նկատեցիք, ես ասեցի գալու եմ, բայց գալը ոչի նշանակում այսօր, վաղն եմ գալու, ինձ թվում է վաղն եմ գալու, բայց դրա մասին մեր տանը տեղյակ չեն։ Իսկ թե ինչու եմ մնալու Երևան, ասեմ, որովհետև առավոտ շուտ պետք է գնամ պապուշ աղբոր մոտ, պապուշ աղբերը մսի խանութ է բացել Բանգլադեշում, նույն ինքը հարավ-արևմտյան թաղամասում և ջումերվա համն ու հոտը բերել է այնտեղ, ինձ էլ ասել է կգաս քեզ մի քյալլա կտանես եղեգնաձոր կհյուրասիրես քո բարեկամներին, վաղ պետք է վերցնենք քյալլան ու գնանք Արենի։ Առավոտ շուտ։ Կովիկներն էին աչից, կաթիկի համար էին պայքարում։ Այո, ընկերներ, ինչ կենդանի օրգանիզմ կա այս աշխարհի վրա, ինչ-որ բանի համար պայքարում է։ Կովիկները կաթի համար մարդը ապրելու համար, բայց մարդը մի տեսակ ուրիշ ձևի է։ Ինքը համ ապրելու համար է պայքարում, համ ճոխ ապրելու համար, համ իշխելու համար, համ ամեն ինչի համար ապրում է մարդը։ Ասենք մնացած կենդանական աշխարհը կոնկրետ մի բանի համար է պայքարում, բայց մենք մի քիչ ուրիշ ենք, էլի։ Շատ ուրիշ ենք։ Մենք այսպես ենք, մենք ամեն ինչի համար ենք պայքարում, հասնում ենք մեր ուզածին, հետո մարդկա փոշմանում է, մարդկա չի փոշմանում, բայց ամեն դեպքում բոլորիս այնպիսի պայքար եմ մաղթում, որ վերջում գոհ մնանք ու շնորհակալ մեր պայքարից ու հանկարծ չասենք իզուր պայքարեցինք։ Ձրև արդեն դիմապակին ամբողջովին բան արեց, էլի, տեսքազրկեց, հիմա ես իմ մեքենայի ջրի հաշվին փորձում եմ տեսանելիությունը բացել։ Լավ, գնանք Դիլիջան ընկերներ։ Մուտք են գործում Տավուշի մարզ, իսկ Տավուշի մարզ մուտք են գործում թունելով։ Ես գիտեմ, որ այստեղ կա նաև Սարի վրայով գնացող ճանապարհ, բայց չգիտեմ որտեղից է, դրա համար եթե մարդկա գիտի, հուշեք ինձ, որ մի անգամ որոշել եմ այնտեղով գնամ ու հետաքրքիր նկարենք, էլի, ինչպիսի ճանապարհ ունենք մինչ թունելը եւ թունելից հետո 13 կիլոմետր։ Ինչպես կասեր մեր Ռուբեն Եսայանը 13 կիլոմետր այն կողմ թունելից։ Այո, նա այդպիսի ֆիլմ է նկարել ու հիմա կինոթատրոններում հասանելի է այդ ֆիլմը։ Գնացեք դիտեք, տեսեք ինչ կա 13 կիլոմետր հեռու թունելից։ Մենք սերված ենք հայկյան տոհմից հայոց քաջան։ Դիլիջանի շրջապատույթներն են բարեկամներ։ Իջնում ենք հանգիստ, որովհետև ժամանակ ունենք։ Ընդհանրապես նշանադրության մասնակիցները հավաքվել են ժամը 5-ին, ես պլանավորել եմ, որ 6-ին գնանք, շատ լավ է, 6-ին գնանք, սիրուն անակնկալը կազմակերպենք ու մի անգամից ուղևորվենք դեպի Երևան, Don Fish ռեստորան, որտեղ ունենք ծննդյան գեղեցիկ առիթ։ Այսօր շատ գեղեցիկ առիթներ են, աջից ու ձախից, երկու առիթ ունենք Հայաստանի Հանրապետությունով, տեսեք ինչ գեղեցիկ կանաչ է հիմա Դիլիջանում, Դիլիջանը, ջան ասելով ձեզ կանչում է իր գիրկը, եկեք ու վայելեք Դիլիջանյան գեղեցիկ եղանակը։ Դες տուրիստա որ գնում է ավտոբուսով, տուրիստների սեզոնն էլ է, հիմա գիտես ինչ փողեր են բերում Հայաստան, ահագին, բերում ծափ Rolls-Royce, խոսքով, հանգանոց ուժեղ ավտո Հայաստանի ճանապարհների շուտ-շուտ կհանդիպես, որովհետև մենք հարուստ ենք, մենք դզված ենք, տեսեք ինչ սիրուն տնակ է, այստեղ կուկուրուզ կարող ես գնել, եգիպտացորեն եփած, շատ համեղ է, մի անգամից փորձում ես ու շարունակում ես ճանապարհը, Հովանեսն էլ հոչի բիզդր է, որ նկարի ամեն ինչը, Հովանես չես կարող ամեն ինչը մի անգամից նկարել, այնպես որ ինչ կհասցնես այդ նկարի, արխայի, տես արջերը, տես արջերը, իքսի արջի իր կոթոտների հետ հավաքվել է կոճղակի վրա, կոճղակ, որը կտրել տարել են, էլի ծառը, կոճղակը մնացել է, այդ կոճղակը հյութ է դուրս տվել, արջն եկել է հյութը ուտի իր բալիկների հետ, ու այդ պահը մեր քանդակագործ բարեկամը ֆիքսել է,
Ամեն շրջադարձը մի նոր աշխարհ է քեզ տանում Դիլիջան իջնելուց։ Սարի լալաներն են, լանջին, աճեր։ Ուղղակի պետքա էլի հանդիպենք, որ Հովհաննեսը նկարի, թե չէ որտեղից է նկարում։ Կախարդական է բնությունը, այս ծառը, ինքը չորացել է, բայց ինչքան սիրուն է, չէ։ Շատ հեքիաթային տեսք ունի։ Ես տես Հովհաննես Թումանյանը, հա չէ, հացբերող անուշախվերներ։ Պպրծը գունդը գրավին, հացբերող անուշախվեր իր ապրով հաց տարավ մյուս անուշախվերներին և մնաց պատմության մեջ։ Հոպարի մոտ ընկերներ, հոպարի մոտ կուկուրուզի կրպակն է, եգիպտացորենի կրպակն է կադրերում։ Այստեղ հոպար ունենք սաղս է, որ գալիս եք հոպարի մոտ, ուրիշ մարդու մոտ չեք գալի։ Դրոշներն են ընկերներ մեր կադրերում։ Դիլիջան գալուց մի անգամից աչքի են ընկնում դրոշները բոլոր աշխարհի պետությունների հավաքված մեկ տեղում Դիլիջանում։ Ապրի այս մտքի հովանավորը, ով որ ստեղծել է այս գեղեցիկ պահը, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանում դրոշներ ունեն, որ գան էլ տուրիստները հաստատ վստահ եմ կնկարեն, իրենց դրոշը կգտնեն, կկանգնեն կողքին, իրենց լավ կզգան։ Այս սա է վեհությունը։ Հաղարձի ռեստորան հյուրանոցում էր այս ասած պահը, տեսեք դրոշները։ Բազմատեսակ բոլոր երկրների դրոշները այստեղ կան։ Ընկերներ, Դիլիջանի կենտրոնում ենք հիմա, գնում ենք Դիլիջանի խանութների են սիրուն ճանապարհով, էլի գնանք տեսեք ինչ սիրուն է Դիլիջանը։ Ով եկել ու մի անգամից Դիլիջանով անցել գնացել է, այս անգամ բախտը բերեց մեզ է Դիլիջանով կերթևեկի հաստատ, որովհետև հիմա մտնում ենք այս վերևի թաղերը, էլի։ Գնանք սիրուն, տեսնենք ինչ ենք անում։ Պետք է տորտ գտնենք, ընկերներ ջան, բարեկամներ ջան, տորտ պետք է գտնենք, որ տորտով գնանք, որովհետև այսօր մեր հարսիկի ծննդյան օրն է։ Սա էլ Դիլիջանի են առաջին հայացքից չերևացող փողոցներն է, գեղեցիկ կոլորիտով։ Տեսեք ինչ սիրուն տեղեր կան Դիլիջանում։ Տունը չէ, քանդակները բաները, ինչ ա գրած, ամեն ինչ ա։ Տեսեք ինչ հրաշալի միջավայր է։ Ովոն ուղղակի չի փայլում այդ անմիջացնի, սիրուն նկարի, էլի 6-ով նկարի։ Գեղեցկությունն է մեր կադրերում, բարեկամներ։ Շացին, ալեսյաններ նկար, ես էլ հին ու բարի Դիլիջանի շենքերն ու կոլորիտը, ճարտարապետությունը, տեսեք։ Լադանի բան հենց այստեղ է տեսա հոլովակը, հոլովել ընկերներ։ Ջան, Դիլիջան։ Շատ սիրուն տեղ է Դիլիջանը։ Դիլիջանում ովքեր չգիտեն ասեմ, առաջին բանկ կա, այփոստը դեմ սատերը կա, ներկայացնենք էլի, որ այսպես ընդ նայողներ իմանան, այսինքն սիրուն տեղ կա Դիլիջանում, որ անբերյա բանկ էլ կա հենա նկատեցինք։ Մենք հիմա գնում ենք կոնկրետ ինչ էր անը, Ծիրանն է, ախպեր, Ծիրան սուպերմարկետ, ես հիշում եմ, որ մեծ սուպերմարկետ կա այս կողմերը, ու շատ ճիշտ էի հիշում, փորձենք այստեղ կայանել մեքենան, հա, կարան կայանենք, լավ է, գեղեցիկ է Դիլիջանը, այս կենտրոնն է, քաղաքի կարել է այդպես ասել, լավ, գնանք ընդես պտույտ ենք կատարելու իմ անկերներ, այսպես հավեսով կպտտվենք, մի անգամից չստացվեց մեր պտույտը, դրա համար երկրորդ անգամից կպտտվենք, ինչ արած, այսպես է այսօրվա մեր իրադրությունը, Ծիրան սուպերմարկետ, մնում աստեղ կայնել տր գտնենք, ես այսքան պտույտներ արին, որ ստեղ կայնել տր ճարենք, ես ավակ դպրոցի մոտ է էլի Ծիրանը, սենց անենք, հետո այսենց փորձենք տեղավորվել, գիտես, շատ լավ էլ ստացվավ, իմ կարծիքով շատ լավ ստացվավ, դու կարծիքով էլ
Դե գնանք տորթը վերցնենք բարեկամս։ Բարեկամներս Դիլիջանից ջան ասելով գնացինք տորթը, քաղցրությունը եւ ուղևորվում ենք դեպի Վագ Ռեզորտ։ Հիմա գնանք, հասնենք Վագ Ռեզորտ եւ կազմակերպենք գեղեցիկ անակնկալ է։ Իսկապես այսօր թաց օր է, անձրևոտ է։ Բայց մեր հոգում արևը շողում է, այնքան ուժը, որ արդեն ջուրը սկսել է գոլորշիանալ էս ավտոյի վրայից, ավտոյի վրա ջուր չի մնում, էլի։ Այսինքն այս անձրևներն են պատճառը, որ ասես սիրուն է Դիլիջանը, Տավուշի մարզը, դե միշտ անձրև կա։ Եկեք այստեղ հանգստանալու, հիմա մենք ուղղակի ճանապարհով գնալուց ենք հանգստանում, ու մնաց, որը դաժե 250 դրամով գազ կա, հեղուկ գազ։ Դիլիջանի մեջ 290-80 էր, ստե 250, միթե գովելի չի, նկարիր է ծապրախտան։ Թող իմանան մեր բարեկամները այս ճանապարհով գնացող եկող, եւ մեր շնորհակալությունները թող հասցնեն բոլոր նրանց, ովքեր որ մտածում են ազգի մասին, մեր ժողովրդի մասին ու փորձում են մաքսիմալ հարմար գնով գազ տան, որ մարդիկ իմանան իրաց գործերը ճիշտ կազմակերպեն։ Ստելա 240, հա, լավ է, էլի։ Այնակ մեր մարզում է 240-ը, մեր առավելությունն է, էլի, մեր գլուխ գովալու տեղն է, էլի։ Ինձ որ ես գլուխ եմ գովում հիմա, Վայոց ձորում էժան է գազը։ Դիմացից դիմացներն է բարեկամներ, բայց մենք գնում ենք Պարզ լճի կողմ, որտեղ որ Վագ Ռեզորտն է։ Հիմա այստեղից այս կամրջով գեղեցիկ անցում ենք կատարում դեպի Անտառ գեղեցիկ ու սիրուն։ Ու բարձրանում ենք դեպի մեր վերջնակետը, որտեղ պետք է ուրախ մթնոլորտ լինի, մենք էլ ուրախությանը պլյուս անենք, էլի ուրախություն, հզորանանք ու ծաղկենք։ Ախպեր ես ուր ենք գնում, ուր գնում ենք Պարզ լճի կողմ, որտեղ նաև Վագ Ռեզորտն է։ Տեսեք ինչ գեղեցիկ արահետ է, կարծես հեքիաթ գնաս, հեքիաթի մեջ է տանում այս գեղեցիկ ճանապարհը։ Մենք էլ հեքիաթային բաներ շատ ենք սիրում, էլի, հոզորով չի։ Մանավանդ Հովանեսս շատ է սիրում։ Դենց այսօր իմացավ Դիլիջան են գալի, ասաց ոչ մի Վարդան, ես եմ գալի։ Վարդանն ասա թող գնա հիվանդանոց բուժվի։ Վարդանը գնաց հիվանդանոց բուժվելու, ես Հովանեսն էլ եկանք, այստեղ հողատարածք է եւ վաճառում 16300 մետր 077 90 չէ 790959 համարին զանգեք, ավելի կոնկրետ կասեն։ Տեսակ չէ ինչքան մոտիկ է ճանապարհին։ Ասենք լավ է էլի, եթե մարդ տարածք է որոնում, իմացեք, եթե ինչ-որ մեկին դուր կգա, զանգեք, պայմանավորվեք։ Մենք մեծ սիրով ձեզ հայտնում ենք հայոց աշխարհի ամենալավ հողակտորների գոյության մասին։ Անտառի մեջ հող է սառնում, ի՞նչ վատ է, անտիրա։ Ու ասենք կարաս ցանկացած պահի մատ սիրուն տեղ սարքես, մարդիկ գան վայելեն քո սարքած տեղի բերկրանքը։ Օ, այստեղ շրջադարձները ջարդվում են մեկը մյուսի վրա, դրա համար խորհուրդ է տրվում 30 արագություն քշել։ 30 արագությունից բարձր մի քշեք։ Վայելում ենք օզոնի հոտով համեմված անտառի հոտը։ Բոլոր կողմից առողջարար մոլեկուլներ են օդի մեջ։ Շնչում ես ու առողջանում։ Արունդ սկսում է եռալ ու հարստանալ։ Բնության հետ ձուլվում ես։ Հա թե ինչն է Դիլիջանի գաղտնիքը։ Հրաշք ուղակի, շատ սիրուն է։ Ուղակի այսպես գնալով էլ ոնց որ հանգստանաս էլի, հետաքրքիր է էլի։ Բնության հետ ապրելը շատ լավ է։ Պետք է գաստը վրան խփես, ապրես մի 2 օր, մի շաբաթ, կյանքդ երկարի հարստանաս, հետ գնաս։ Հրաշքներով լի Հայաստան աշխարհ, ամեն անկյունը իր գեղեցկությունն ունի։ Ուղղակի անձրևը խանգարում այդ ամբողջ գեղեցկությունը նորմալ ֆիքսելու համար։ Իսկ լրիվ են հեքիաթի ծառերից է, որ բաբի եկան անտառում ապրում էր, այդպես վիճակը։ Մոտենում ենք արդեն Վագ Ռեզորտին, նրա պարիսպներն են արդեն ու
գրված է գեղեցիկ Վակը Resort։ Այստեղ ամեն հարմարությունը մտածել են, որպեսզի մարդիկ գան ու իրենց լավը զգան։ Միայն լավը զգան, ուրիշ ոչինչ։ Ու քեֆ անեն։ Հիմա մնում է կայանատեղում գտնենք մեր կայանման վայրը։ Ուսանք շատ դժվար չի լինի։ Բաշկիս մեր նշանվողներն են, գիտես։ Արբա որտե կայնենք ախպեր, ստե, հա։ Այդտեղ կարելի տենանք։ Չէ, կայնեն ենք այս վերևը կայնենք յանը թե այստեղ։ Տեսեք, անվտանգ տեղ գտանք ու կանգնեցինք բարեկամներս։ Հիմա իջնենք, վերցնենք ծաղիկը, տորթը, կոնյակը ու գնանք։ Դու էլ պատրաստվի։ Բարեկամներ, մենք հասանք Վակը Resort, տեսեք ինչ գեղեցիկ է, իմ ձեռքում Անուշ ախպեր կոնյակն է, որի մյուս կողմում էր գեղեցիկ զույգն է, Ռուբենը եւ Միլենան։ Անակնկալ է, եկել է Ռուբենի քույրիկի ընտանիքի կողմից, Փիրուզի եւ Էդգարի կողմից։ Գնում ենք շնորհավորենք, նրանք Եվրոպայում են չեն կարողացել ներկա գտնվել, դրա համար մենք ենք եկել ներկա գտնվելու։ Այս էլ իմ ասած տունն է, էլի, որ բաներ, մի քիչ տարբերվող է, կրիշից է սկսում, որը այս ավտոն դենց են կայնեցրել, ջուրը կաթումա վր են կարողա ծակի բանը։ Որան դե պատնոսներն են բերը, հա, բարև աղպերս։ Հիմա մենք զգուշությամբ աղպեր հավաքվել են հաստատ։ Որը ներքևն էլ մարդ կա, հələ կան տենանք։ Հələ արի ենք տենանք, լավ, դժվար հարցը պեսանան դելն են, լարի, արի, հավաքվել են, որը հոստ է չի, հարցինք է, չգամ։ Արի եսյան էթենք, արի, բարեկամներ մենք ծլկում ենք, որովհետև քիչ էր մնում պալիտ լինեինք, այստեղ ենք ծլկում, հաղկվում ենք ստեղ, հաբա մեզ ասին հավաքվել են, ես ինչ իմանամ չեն հավաքվել, օրո, Հովանես, կարաս թռիչ կատարես տորթով, լավ կան ես կգամ տորթի հետևից էլ, մենք ակրաստել տորթ մորդ սարքենք, Մոմսալուտը դու, այսօր մեր Միլենայի ծննդյան օրն էլ է, մեր Շուստերի Ռուբենը աղպերը որոշել է ծննդյան օրով նշանադրություն կազմակերպի, պայմանավորվել են ու բարեկամներով հավաքվել են երկու կողմի, մենք Փեսայի կողմից ենք, ինչպես միշտ համարյա թե, պահալում Փեսայի կողմից չենք լինում, բայց այսօր այդ պահը չի, հիմա մենք գեղեցիկ մոմը տեղադրենք, այսեն սիրուն, չէ, նկարում ես ոնց եմ տեղադրման աշխատանքներն անում, ահա, սենց, մեկը ստեղ, ես այսօր Փեսային էլ կասեմ, որ երազանք պահի հարսիկի հետ միասին, որպեսզի ամեն ինչ լինի օրինաչափության մեջ, մենք մի թեթև, հա, լավ ենա, աղբաման կա տանենք, տեղավորենք աղբամանի մեջ, այսենց էլ ինձորվի, որիշ տիրունա չես թե, ննայի հետչատ ուղակի, հետչատային է Վակը Resort-ը, եթե դուք խենց սիրահարներ եք և ուզում եք լավ տեղ Երևանից դուրս, ես ձեզ առաջարկում եմ լավ տեղ, եկեք ստեղ, նայք ինչ լավ է, հրաշք տեղ, հրաշք բնություն, անձրև և ուզում ես մտի բանի տակ թո անձրև չկա թա էլի, Դե ինչ, շարժը տապահարենք մեր Փեսային և նրա բարեկամներին, Միլենա, տես ինչ գեղեցիկ ծաղկի փունջ է Ռուբենը բերել քեզ, կարմիր վարդեր դրանք խորհրդանշական են կարծում եմ և շատ տեղին այս դեպքում, Ռուբեն խնդրում եմ մոտեցիր Միլենային և եկեք այստեղ հրավիրենք նաև մեր Փեսայի ծնողներին։ Լասը ծափերը ուր են լողել։ Մենք այսօր եկել ենք այստեղ ուրախանալու, իսկ ուրախանալու անբաժան մասը ծափարություններն են։ Այսօր մենք այստեղ ենք ոչ միայն զույգի, այլ երկու ընտանիքների միության համար։
հայկական տան ամենաբարի պահերից մեկը հենց այն է, երբ օրհնությունը գալիս է ծնողներից եւ սերը դառնում է ընտանիքների ընդհանուր ուրախություն։ Ռուբեն, հիմա քո պահն է։ Վերցրու մատանին եւ տեղադրի Միլենայի մատին։ Որտեղ է մատանը։ Չունեք մատանի։ Ում մատա Ռուբենի մատանը։ Ավելի ճիշտ Միլենայի մատանը։ Ամենառոմանտիկ պահը։ Չէ՞ որ մատին պետք է դնես Ռուբեն ջան։ Մոթորերը քոլույսով է լցվում ու կմանամ կանգում ճամփիս եկած փոթորիկներում թե կողքիս լինես անունովդ սերը իմ ավերժացնես Քանի անկում գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել սիրուց այրվելով Քանի սիրո հուրեբոց հավարել իմ մատուրը երկնային քո պատկերով Քանի օտար քամի քեզ փորձել է ինձնից տանի սիրտս փշրելով Բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը իմ խոստումն է անսահման ամեր սիրո Բարեկամներ մենք եկանք ու հասանք մեր շատ սիրելի հանդիսավարին ու պարզվեց հանդիսավարը Արգամ բլոգն է, այո, ով նրան ճանաչում է, լայք է գրեք տնանք ով է ճանաչում ու իր հետևորդներից ով ինձ է ճանաչում, թող ասի, ինձ ճանաչում եք թե չէ, հա? Որովհետև Արգամ բլոգը ինձ չճանաչեց, ինչի՞ չճանաչիր ապա։ Ոչ թե նա ոնց ստացվեց, ինձ ասում են քեզ հարցնում են Ես դուրս եմ գալիս, ուզում եմ անհատական ծանոթ ինչ-որ մեկին գտնեմ ու չեմ տեսնում շրջապատս, ու այնտեղ ու գալիս եմ համոզում հիշեմ որտեղից եմ ծանոթ, համ հասկանում եմ որ անձամբ ծանոթ չեմ, բայց դեմքը ծանոթ է։ Խոսքով անհասկանալի վիճակ։ Ընկերացանք լրիվ բնների իրավիճակ, հիմա Արգամ բարեկամը կհայտարարի, կմտնենք անակնկալը կանենք մեր Միլենայի ծննդյան օրն է այսօր եւ իհարկե Ռուբենը այսօրը որոշել է նշանադրություն կազմակերպի։ Այո, երկու միջոցառում, այո։ Ուժեղա, չէ։ Դու ամուսնացած ես։ Ոչ։ Դե ամուսնացի։ Ինչ ես կանգնել։ Ամուսնացի։ Ես ամուսնացած եմ։ Բայց սպասում եմ, ախր ասում են ամուսնացի, դա խնդիրը, ամուսնանալը չէ, խնդիրը ճիշտ մարդու հետ ամուսնանալն է։ Ջան, կա ճիշտ մարդը, թե չէ, թե որոնենք։ Որոնում ենք։ Ճիշտ անձնավորություն իքական սերի մեր Արգամ Անուշախորը որ ամուսնանա, բա ինչ։ Բայց պետք է ամուսնանանք ազգը հզորանա։ Դե գնանք ներս այնա, ձերս դնում եմ որ հայտարարեն։ Այո։ Ու կարծում եմ շատ սիրուն անակնկալ ամեն դեպքում կարողանանք եղանք։ Չէ, այսպես մտ։ Շնորհակալ ենք ուշադրության համար, բայց չմոռանաք ասածից մասին, ով ճանաչեց Արգամ բլոգին, թող գրի, ով Արգամ բլոգի ընկերներ, ով ճանաչեց ինձ, իրան գրեք, թող իրար հետ ընկերանանք, մոտիկանանք, հեսա պատվիսկ ենք տալու։ Էսի կարում ես պահես։ Մարգարյան։ Ես կասում եմ ում կողմից։ Չէ, մի ասա, էդի չասես, ոչ մի բան մի ասա։ Հեսա հայտարարի նոր աղբերս, ջան, դիլիջանի ակցենտով էլ ասած դզեց։ Բանակս իշա։ Ջան աղբերս։ Հեսայի կողմես թե հարցի։ Հեսայի։ Ջան, ես էլ աղբեր, ես էլ եմ հեսայի կողմը։ Բա մի ուժեղ ծապտվող դուս եկավ աղբեր։ Բա։ Իմ մանկության առաջ դասանից ընկերն է։ Հա, դե ուժեղ այ։ Ջան։ Մենք հնարավորություն ունենք մի 5 րոպե վերևա տղեկ հաց են ուտում նոր են հելը։ Հա, նոր են հելը։ Դե հա։ Հա։ Ասեմ գան։ Չէ, մեր DJ-ը բանում ասում։ Այս եմ գա դիջ։ Կնկալային մոմենտները աղբերս։ Պաուզա տամ շե։ Չէ, աղբերիշ պաուզա պետք չտա։ Համոզենք տղերքի իջնեն։ Տղաներ, ես ձեզանից ներողություն եմ խնդրում, որ ձեր հացը կիսատ մնաց, ուղղակի մենք էլ ուշանում ենք, պետք է գնանք Երևան, թե չէ մեծ սիրով կսպասենք եւս մի կես ժամ։ Ջան, աղբերս։ 1000 պրիվետ։ Ո՞նց ես։ Լավ եմ, լավ։ Աղբեր, հաց եք ուտում կանչի։ Չէ, օքեյ։ Մեռնեմ սրտի, թա կազմակերպենք մտնեմ բերնեմ։ Ուղղակի թեթև երաժշտություն դիր, ընդ արդեն պապուծի կջոգենք, որ ասում եմ ծափեր այդ վախտին երաժշտություն չբարձրացնես, որ ծափեր տա։ Չէ, դե տես կարաս Գորի Եփրեմյանի սիրային երգերից մեկը դնես, էլի Գորի Եփրեմյանը մեր աղբերը։ Շատ անուշ աղբեր է Գորի Եփրեմյանը։ Բարի երգեր է երգում սիրո մասին, անկեղծ սիրո, իսկական սիրո մասին։ Լսել ես չէ Գորի Եփրեմյանի երգերը, անտիր երգեր է երգում։ Որ կողմն է նստած հարցփեսան։ Անդե, ուժեղ։ Սիրուն կնկարեցին ես գալը։ Քերոշ կողմից, Փիրուզի։ Հա, բա ֆրանսիական է, աղբերս նրբություն, նրբագեղություն։ Մեր քուրն էլ աղբեր, սաղից քուրն է, հա։ Փիրուզ Էդգար, Ռուբեն Միլենա, Փիրուզ Էդգար, հա։
Սա ուր որա կհայտարարի կմտնենք ներս, բարև ձեզ։ Դու գնացիր, հա? Կաղա ծաղակը վերցես։ Վես թո ազատ նկար, ապե թո ազատ նկարես։ Այս պարի հանրակրթանը լինելու է խոր ինֆորմացիոն, այդ մասին ոչ ոք չպիտի բացի մեկ անձից, իսկ ով է ծանրը ես չեմ ասի, ուզում եմ ուղղակի այսպես բարձր ծաղկարություններով հրավիրենք Ստեփան Մարգարյանին։ Շնորհակալ եմ Արգամ ջան, շնորհակալ եմ բոլորի ծափերի համար, արգանքներս բարով եք հավաքվել, մի հատ լավ լտես խրող ծափեր տվեք հələ։ Ապրեք, հիմա այստեղ եմ ուզում հրավիրել այս ծափերի ներքո մեր զույգին այսօրվա թագավորին ու թագուհուն, Ռուբեն եւ Միլենա, համեցեք, բա իրանց համար ծափեր չտանք, որ եկել ասել են այստեղ։ Ես ձեզ շնորհավորում եմ, որ որոշեցիք ձեր սերը ավելի լրջացնել, սրբացնել, ինչու՞ չէ նաև ընտանիք կառուցելու առաջին քայլերն եք անում եւ մենք եկել ենք ձեր հարազատներից մեկի կողմից։ Թե ում, հեսա հարցեր կտամ, այսքան շուտ ու հեշտ չասեմ։ Հիմա տորտի կտանք Միլենային, որովհետեւ այսօր Միլենայի ծննդյանորն է եւ այդ առիթով ձեր ծափերը շնորհավորանքին հավասար բաներ են։ Շնորհավոր Միլենա ջան, այսօր քո ծննդյանօրը եւս մեկ շատ կարևոր առիթով, ինչու՞ չէ, կյանքի ամենակարևոր առիթով հագեցավ։ Այսօր միայն քո ծննդյանօրը չի, նաեւ ձեր ընտանիքի ստեղծման ծննդյանօրը կարելի է համարել։ Եվ այս գործում մեծ ավանդ ունի մեր Ռուբեն ախպերը, որ հենց այսօր որոշեց, դու ես որոշել, ասա հա։ Այո, Ռուբենը շուստերի է, ինչի համար մենք մենակ ուրախ ենք։ Ես իսկապես ընդհանրապես դժգոհ չեմ ծափերից, շատ լավ ծափեր եք տալիս, երևում է որ ուրախ մարդիկ են այսօր հավաքվել այստեղ, բայց սովորության եւ տրադիցիաներին համաձայն ուզում եմ որ առանձնացնենք ծափերը, հետո ծափեր տան հարցիկի կողմը։ Շատ հստակ կիսված է հարցիկի կողմը ապրի։ Հիմա ուզում ենք լսենք Բեսայի կողմի ծափերը։ Տրամադրությունը բարձր օրհնություններ ես վստահ եմ Աստվածային, այնպես որ հիմա մի հատ երազանք եք պահում, բայց քանի որ այսօր ձեր ընտանիքի ստեղծման օրն ենք համարում, եկեք երկուսով երազանք փայք ու քչեք մոմերը, հա, համաձայն եք, հաշիվ տամ, թե իրար կնայեք կհասկանաք, սերը շատ է, երևում է երկուսի աչքերն են փայլում։ Միշտ իրար այդքան շատ սիրեք, որ բոլոր դժվարությունները վախենան հեռու փախնեն։ Դե իրար նայեք ու քչեք մոմերը։ Ասեմ ձեզ, որ ես գիտեմ ինչքան շատ եք սպասել այսօրվան ու մարդիկ էլ կան, որ ձեզանից շատ են սպասել եւ այդ մարդկանցից մեկի կողմից ենք մենք եկել ենք հեռավոր մի երկրից, այս տորտը միտեղ դրեք, քաղցրությունը թող միշտ թակավորի ձեր օջախում, քաղցր պահեր շատ ունենաք եւ այսօրն էլ բոլորը հավաքվել են, որ այդ քաղցր արևից պայծառ են, քոժը պիտուցայնը, ջերմանում եմ ես հենց Գրքի էլի մարդը գրքի Հիմա մի աշխարհ են, որտեղ միայն սերն է Իսկական ես քեզ խոստանում եմ Այն սերը, որ զգում եմ Այ հիմա պահը եկա, որ մոտենամ մեր զույգին ու հարցնեմ կասկածներ կանում կողմից կլինի Դու ունես կասկածներ, Ռուբեն Ով այստեղ պետք է լիներ, որ չի եկել հորս Էլով ասում ես կասկած չկա Իհարկե քույրիկը, Փիրուզի և Էդգարի քույրիկի ընտանիքի կողմից Մեծ սիրով, անակնկալ Արսիկ ջան, ոտքը տերով լինի օջախ Շատ են ուրախացել Ֆրանսիայից ուրախությանը չափ ու սահման չկա, բայց նաև ունեն հարգելի պատճառ, որ չեն եկել Դրա համար եկել ենք մենք և բերել ենք ձեզ այսքան նվերներ Նկատեցի, չէ, բոլորը Հարսիկին էր Ես մեկն է քեզ ենք տալիս Դու անուշ ախպեր ես Հələ վրցերու Պտտիր, բարեկան, տեսնում ես ինչա Սեր երջանկություն Անհամբեր անուրջներու Ակնթար չեն Գալու է ու բացեք անուշ անեք Հարսանիքին
Դե ձեզ բարձր տրամադրություն լավ որ ապրեք բոլոր հենց նոր էի խորովածը բերել, բոլորը դեռ ծափեր տվեցիք։ Շնորհակալ եմ շատ հարգելի դիլիջանսներ, Արգամ, ես գնում եմ, արի տամ քո խոսափողը։ Շնորհակալ եմ քեզանից էլ։ Մոտ էլ ծափեր տանք Արգամի համար, թող ողջևորվի։ Այսօր շատ լավ անցկացնում, այսօր հետ օրնա։ Շնորհակալ եմ բոլորիդ էլ։ Ես եմ շատ շնորհակալ այս գեղեցիկ տրամադրության համար եւ այս գեղեցիկ առիթի համար։ Իսկ հիմա ուզում ենք այս բարձր տրամադրությունը շարունակենք եւ Ջան։ Այլ ախպեր։ Ջան, ախպերս մեռնեմ քո սրտի։ Ռուբենի ախպերնա, Փիրոզն էլ իմ հալալ քորնա, Ռուբենը նույն։ Դու մեծ ախպերն ես։ Հա։ Մեծ ախպեր ուրեմ։ Տաղուտ հետ նոր կայնած ենք դուս, ես էլ ասեմ ումա կաշետես կարգին տղա։ 9-րդ դասանը։ Հա, Դավոնը։ Դավոնը, մեր Դավոն։ Ապրի ախպերս։ Հա? Զարյադեշնիկը տանք։ Բարեկամներ, անուշ ախպեր հելանք։ Բարեկամ, գնացինք ապրես որ եկարներս հետո էլ արծախելու, ախպերս։ Արի ես ես տամ քեզ գնամ։ Շնորհակալ եմ, ապրես, միշտ սենց հասնողել ես ախպերս, գնացինք։ Վագը ռեզորտում հաջողություն ախպերներ ջան, ձեզ բարձր տրամադրություն։ Վագը ռեզորտում մեզ շատ լավ դիմավորեցին։ Դրա համար չեմ էլ ափսոսում, որ այստեղ գալու ճանապարհին մի 100 անգամ ասել եմ Վագը ռեզորտ։ Արժանի են, շատ լավ տեղ է։ Ու ես այս նոր իմացա, որ այստեղ հյուրանոց էլ կա, տեսեք, համարներ կան, որ կարող եք գալ այստեղ մնալ, բանել ունեն։ Լողավազան էլ կա, սաունա էլ, ամեն ինչ նախատեսված է բարձր հանգստի համար։ Այնպես որ կարող եք գալ ու դաժե 5 ընտանիքով կարող եք գալ, շատ հարմար գնով այս տունը վերցնեք։ Այս թեք տունը փաստորեն հյուրանոց է։ Այստեղ մարդիկ ապրում են 5 ընկեր, ով 5 ընկեր է, 5 ընտանիք, հավաքվում եք գալիս եք Վագը ռեզորտ։ Այս տունն էլ վերցնում եք ու վայելում եք ձեր հանգիստը։ Թեյնիկը վկա, թեյնիկին նկարի թեյնիկը։ Իսկ հիմա մենք ինչքան ուժ ունենք, արագ գնում ենք Երևան։ Երևան Don Fish ռեստորան։